Ես կարծում եմ, որ մենք ամենակարևոր ժամանակն ենք բաց թողել, իշխանությունների մասին է խոսքը, ժամանակը բաց թողեցին, որտեղ անմիջապես պատերազմից հետո, երբ աշխարհը այսքան խառնված չէր, մենք հումանիտար, դասական, դասագրքային հումանիտար խնդիրը կարող ենք լուծել շատ ավելի արագ եւ ավելի արդյունավետ։ Հիմա երբ ամբողջ աշխարհը խառնաշփոթի մեջ է եւ քաղաքական հետաքրքրությունների շահերը ավելի շատ են բախվել, քան նախկինում, մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք ու դժվարություններ ունենք։ Ասել, որ ոչինչ օրվա իշխանությունները չեն արել, դա ճիշտ չի լինի, որտեղ ես ինքս մասնակցել եմ տարբեր միջոցառումների, այլ հավաքների, հանդիպումների, քննարկումների, նաև գործողությունների որոշակի այսպես գեներացման, որտեղ որ ինչ որ գործողություններ արել են, բավարար են դրանք թե չէ, ես կարծում եմ, որ բավարար չեն, որովհետև բավարար կհամարվեր միայն այն ժամանակ, երբ մեր բոլոր գերիները, այնպես ինչպես որ Ադրբեջանի բոլոր գերիները վերադարձվել են, այն օրը երբ մեր բոլոր գերիները վերադառնան, ես կհամարեմ, որ օրվա իշխանությունը կամ մենք որպես պետություն, որպես հասարակություն մեր ամբողջ ֆունկցիան իրականացրել ենք։ Ինչ այս պահին պիտի անեն, առնվազն պիտի չխանգարեն։ Առնվազն պիտի չանեն գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն գերիների իրավունքների դեմ, այլ հայկականության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, մեր հեռահար իմաստով մեր իրավունքների, մեր հնարավորությունները չփակող գործողություններ անեն, եւ դրանք ոչ միայն հակահայկական են, դրանք մեր ներպետական իմաստով հակասահմանադրական են, իսկ ավելի լայն իմաստով իրենք նաեւ միջազգային նորմերին հակասող են, որովհետեւ ռազմական հանցագործությունները պիտի պատժվեն, պիտի պատասխանության ենթարկվեն այնպիսի գործողություններ, ինչպիսին են ցեղասպանություն, ցեղասպանական գործողություններ, դրանց հետևից պետք է գնալ, դրանց հետևողական պետք է լինել այդ հարցում, իսկ մեր իշխանությունները մտածածին, հորինած երևակայական ինչ-որ փաստաթղթի, որ իր հիմքում ոչինչ չի ունենալու եւ իր էությամբ ոչ մի բան չի հիմնավորելու, այդ տրամաբանության մեջ այդ պատրվակով փորձում են հրաժարվել մեր իրական հնարավորություններից, որոնք գուցե այս պահին չունենք իրագործելու հնարավորություն, բայց վաղը մյուս օր մենք ունենալու ենք եւ մենք պիտի անենք այդ քայլերը։ Տիկին Կարապետյան, իշխանությունն ասում է, երբ որ կնքվի խաղաղության պայմանագիրը, այսպիսով իմաստ չի ունենա Բաքվում հայ ռազմագերիներ մնան, դրա համար ասում է իրենք հետևողականորեն գնում են խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, արդյոք սա այսպես արդյունավետ ճանապարհ չէ։ Այս իշխանությունը մեր ունեցած բոլոր իշխանություններից ամենաանպատասխանատունն է, ավելի հարմար բառ կա ուղղակի եթերային չի, ամենաանպատասխանատունն է, ամենաանհետևողականն է, ամենահակահայկականն է, ամենաանպատասխանատու գործողություն, երկարատև իմաստով ամենաանպատասխանատու գործող, հաստացի գործողություններ արածն է եւ որևէ հիմք չկա, ես չունեմ որևէ հիմք համարելու, որ այս իշխանության բերած որևէ փաստարկ աշխատելու։ Եթե հիշում եք իրենք ընտրություններին գնում էին Հադրութը վերադարձնելու, Շուշին վերադարձնելու, չգիտեմ ինչ անելու, տենց աչու ձախ կտրելու։ Այսօրվա դրությամբ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ 120,000 հայեր, արցախցիներ ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հարազատների գերեզմանները, պատմամշակութային արժեքները, մեր ամբողջ մի պատմական շերտ, որը մի քանի հազար տարվա պատմություն ուներ, հայկականություն ուներ, այսօր դատարկվել է։ Այս իշխանությունը դրա մասին է։ Եվ այսօր շարունակաբար նաև մեր մյուս իրավունքներից հրաժարվելը իհարկե սա հանցագործություն է։ Այս իշխանությունը հանցակից է այն բոլոր գործողությունների, որոնց զոհ դառան թե հայաստանցիները, թե արցախցիները, եւ հանցակից այլ խաղացողներին, իթիվս այլ խաղացողներին, միջազգային խաղացողների, թշնամական պետությունների, բարեկամական պետությունների իթիվս իրանց այս իշխանությունները եւս հանցակից է։ Ես պատրաստ չեմ հանցակից կողմից այսպես հավաստիացումներ լսել ու համարել, որ դա ընդունելի է ինձ համար։ Հիմա երբ